Գյումրիում գարունն այս տարի ուշացել է, թեև օրացույցը մարտ է ցույց տալիս, բայց քաղաքում ջեռուցման սեզոնը դեռ շարունակվում է։ Մի քանի տասնյակ տնական ավանները, որոնք սփռված են քաղաքի տարբեր, երբեմն նույնիսկ ամենաթաքնված անկյուններում, շարունակում են պայքարել ցրտի դեմ։ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն ամբողջ ձմեռվա ընթացքում դադար չի տվել։ Քաղաքի ծառերի սանիտարական էդից գոյացած փայտանյութը բաժանվում է սոցիալապես անապահով ընտանիքների։ Այսօր հերթական հասցեն ավտոկայանի տնական ավանն է։ Այստեղ է ապրում Հայկանուշ Ավետիսյանը, աղջկա և թոռնիկի հետ։ 1988-ի երկրաշարժից տունը կորցնելուց հետո նրանք ոչ մի անգամ բնակարան չեն ստացել։ Տնակը, որը վաղուց սպառել է իր դիմացկունությունն, այսօր կաթոցների տակ է ու խոնավ։ 37 տարի արդեն տնակում ենք ապրում ու հավուր վիճակ է սառը եղանակներին ապրի մեր քաղաքապետը, որ բարելափայտով օգնում է կարիքավորներին։ Խանութների մոտից կարտոնները, ящикներ բերելով յոլա ենք տանում։ Հիմա հերթագրման մեջ է, չգիտեմ, սպասենք, տեսնենք ինչ առաջ ասված միգուցե մի լույս բացվի։ Տիկին Հայկանուշի հարևանությամբ Սիրվարդ Մարտիրոսյանի 7 անձից բաղկացած ընտանիքն է։ 3 անչափահաս երեխա, անկողնային հիվանդ ամուսին, ձմեռն հաղթահարելու միջոցները սահմանափակ են։ Անկողնային հիվանդ ունենք տունը, յոլա քիշտան կարտոն կհավաքենք, կարտոնով, բանով, այս կողմից հիմպադու համար, բանկը տեսնենք, քիշտան բերենք, բարենք, յոլա գնացինք։ Համի էլ չունեինք բաբշե։ Փեդի հարթով օգնից դեռ բերեցին, լավ է, բերեցին, շատ շնորհակալ ենք։ Մարինե Սարգսյանը ծնողների մահից հետո մենակ է ապրում։ Առողջական խնդիրների պատճառով ստիպված է տունը տաքացնել էլեկտրաէներգիայով, ինչն այսօր թանքաջույք է։ Նա նույնպես դիմել է քաղաքապետարանին ու այսօր ստացավ անհրաժեշտ վառելիքը։ Մի կերպ անցկացնեմ ծնողները, դիմումը կուտամ ու փակացը քաղաքապետարանը չի բամեշ։ Շնորհակալ եմ քաղաքապետարանը ու կազմակերպություններից, որ օգնեն։ Մոտ 470 դիմումներ տվել են, բայց մենք կարողացել ենք սպասարկել 361 ընտանիքի։ Այն ընտանիքներն են, որոնք որ բազմազավակ են, ահավոր վիճակում բնակվող են, վառելիքի կարիքը խիստ ունեն, մենք գտնելով այդ մարդկանց տրամադրում ենք վառելափայտը։ Տնակները կա, սեփական տների կան, սեփական տուն կար ավելի խայդարակ վիճակում, ավելի ահավոր վատ վիճակում է բնակվում, քան ասենք տնակի կար ավելի փարթամ ժողովուրդ են։ Կաշխատենք բոլորը սիրտը շահենք եւ եղածը վառելափայտ այսօր կա, վաղը չկա։ Գյումրու քաղաքապետարանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ շարունակելու է այս ծրագիրը, քանի դեռ ցուրտը չի նահանջել։ Դա ծառերն են, որոնք որ շատ զգուշությամբ հետենք որ ծառի հատկություն չկորցնել եւ մնացեք բնական է։ Բերենք, բաժանենք մեր ժողովրդին։ Երբ իշխան եղավ, միանշանակ կբաժանենք։ Թեկուզ որ ժամը գուցե եղնի։ Մեր ժամը շուտ տանք մարդկանց։ Մեր կողմից քաջություն է։ Սա ընդամենը ժամանակավոր լուծում է մի մեծ ցավի համար, որն արդեն 37 տարի է չի սպիանում։ Գյումրու տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքների համար այս ժամանակավոր կառույցները վաղուց դարձել են մշտական կացարան, քանի որ պետական բնակարանաշինական որևէ նոր ծրագիր դեռևս չի նշմարվում։ Թեև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ այս տարի Գյումրիում մեկնարկելու է սոցիալական բնակարանաշինության ծրագիր, սակայն առանց պետական լայնածավալ աջակցության այն չի կարող վերջնականապես լուծել հարյուրավոր անօթևանների բնակ ապահովման խնդիրը։ Իսկ մինչ այդ այս սառնաշունչ ձմռանը քաղաքապետարանի տրամադրած վառելափայտը շատերի համար մնում է միակ հույսը՝ տնակների խոնավ պատերի ներսում նվազագույն ջերմություն պահպանելու համար։